Ոնց առողջական վիճակը նորմալ է վիճակը։ Վարորդի մասնակիցներ ոչ բոլոր պաշտպաններն են դահլիճում եւ մեղադրողները չկան։ Որտեղ են մեղադրողները։ Նստեք բոլորը։ Մեղադրյալ առողջական վիճակը թույլ տալիս է շարունակել, նորմալ է։ Պաշտպանները բացակայում են։ Տեղեկություն ունեք, պաշտպանները որտեղ են գնացել։ Պարոն Սարգսյան։ Լավ։ Վարորդի մասնակիցներ, մենք պետք է Միջնորդության քննությունից հետո անցնենք ապացների ծավալին։ Մեղադրանքի կողմը պատրաստ է ապացների ծավալը ներկայացնելու, չնայած պաշտպանների որոշ մասը դատական նիստերի դահլիճում չէ։ Պարոն դատարան, պատրաստ է մեղադրանքի կողմը, պարզապես ժամանակը քիչ է մնում արդեն, ես նախորդ նիստի ժամանակ էլ ասեցի, որ ցանկալի կլինի այս դատական նիստը մի ամբողջ հատկացնենք այդ հանգամանքին։ Բացի այդ պաշտպաններից պարոն Սարգսյանը ներկա չէ, ոչ բոլոր պաշտպաններն են, այսինքն այն պաշտպանները, որ հասկանալի է, որ ոչ բոլոր պաշտպաններն են, որ ամբողջ ծավալով ներգրաված են մեղադրյալների պաշտպանությանը, եթե դատարանը համարի կարող ենք սկսել, բայց արդյունավետությունը կարծում եմ ցածր կլինի։ Վարորդի մասնակիցները ինչ ունեն այս կապակցությամբ հայտնել։ Համիտեք ներկայացնելու, համիտեք դատական նիստը հետաձգելու ինչպես։ Ես մեկ հարցել, լավ, ես հաջորդ դատական նիստից, այսինքն ամսի 13-ից սկսած նոյեմբերի, նաև խափան միջոցների հարցի քննարկումն ենք անցկացնելու, այսինքն խափան միջոցը փոփոխելու, երկարաձգելու կամ անփոփոխ թողնելու այդ հարցերի քննարկումն ենք անցկացնելու, նաև սա է գիտություն դատարության մասնակիցների, որպեսզի տեղյակ լինեն, պաշտպանները պարտադիր ներկա գտնվեն, ընտրեմ Մարգարիտ։ Սա է առումով։ Պատվարժան դատարան, ես հայտարարություն եմ անելու եւ պիտի խնդրեմ, որ չընդհատեք։ Եթե ըստ էության գործին եմ, ամբողջական գործին եմ վերաբերում։ Ուղղակի հակիրճ բան արեք, որովհետեւ Հա, հակիրճ, շատ հակիրճ։ Շատ հակիրճ։ Ուրեմն նախապես ասեմ, որ ես ամբողջ գոյությամբ եւ էությամբ նախ պատասխանատու եմ եւ յուրաքանչյուր բառիս համար եմ պատասխանատու երկնքի առջև, այս դատարանից ավելի վեր դատավորի առջև, մեղադրողների առջև, հանրության առջև եմ պատասխանատու եւ պատասխանատու եմ նաեւ այս դատարանի առջև, ձեր առջև։ Երեք քննչական կոմիտեի ղեկավարը եւ ինչու եմ ես ասում, որովհետեւ մեր գործը ոչ միայն սահմանափակված է մեր դատարանի պատերից ներս, այլ նաեւ ժամանակ առ ժամանակ հրապարակային հայտարարությունների է ենթարկվում։ Եվ քանի որ հիմա նաև պիտի հաջորդական ապացուցողական դաշտ մտնենք եւ այլն։ Երեք քննչական կոմիտեի ղեկավարը խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ ես համարում եմ դա պաշտոնապես ասված, որովհետեւ նման պաշտոն ղեկավարող մարդը չի կարող տեղյակ չլինել գործի մանրամասներից։ Հետևյալ հայտարարությունն է արել, որ իբր իմ ձեռքով գրված կա արձանագրություն ահաբեկչության պլանավորում։ Հիմա ես պաշտոնապես ասում եմ պատվարժան դատարան։ Եթե նման որևէ արտահայտություն կա արձանագրված որևէ տեղ իմ ձեռքով կամ որևէ մեկի ձեռքով այստեղ ներկա գտնվողներից,
Ես պատրաստ եմ այս դատարանի առջև առանց հետաձգելու, առանց քննության, առանց որևէ ապացույցի ծայրագույն պատիժը կրելու։ Սա ասում եմ ոչ որպես մարտահրավեր, ասում եմ որպես մարդ, որ իր ասելիքի պատասխանատվության գիտակցությունը ունի։ Երկրորդ, եթե չկա նման բան, կամ եթե կա, ուրեմն ես իմ իրավունքն եմ պահանջելու, որ քննչական կոմիտեի ղեկավարը անձնապես կամ իր միջնորդներով, ինչպես որ ցանկանում է, մյուս շաբաթ իր այդ արտահայտության պատասխանը տա։ Ես պատրաստ եմ կրելու ծայրագույնը, բայց եթե չկա նման բան, ինքը պետք է պաշտոնազրկվի, իր կոչումից զրկվի եւ միևնույն ժամանակ զրպարտության համար դատապարտվի պահանջված օրենսգրքի սահմաններում։ Ես այս հայտարարությունը ամենայն պատասխանատվությամբ եւ պաշտոնական կերպով ասում եմ։ Պատվարժան դատարան, հարգանքով ձեր հանդեպ, որքան որ այս ընթացքում կարողացել ենք ձևակերպել, անկեղծորեն ասում եմ, ես նույնիսկ պատրաստ եմ մյուս 5 շաբթի օրվանից, եթե այդ քննություն, այդ խոսքի պատասխանը երկրի կարևորագույն պաշտոններից մեկի ղեկավարն է։ Այն մարդը, որ ուղղակիորեն առնչված է նաև այս գործի հետ, նման հայտարարություն է արել։ Իմ ձեռքով գրված ահաբեկչության պլանավորում։ Սա ես չեմ կարծում, որ թեթև հայտարարություն է, մանավանդ հաշվի առնելով, թե ով է արել այդ հայտարարությունը։ Քննչական կոմիտեի ղեկավար։ Ես կարծում եմ, սա ինձ համար չափազանց լուրջ է եւ կարեւոր, ինչպես նաեւ իմ շատ սիրելի համախոհների հանդեպ։ Ես նույնիսկ պատրաստ եմ հաջորդ նիստին, եթե չներկայացավ դա այդ հարցը չքննվեց, ես պատրաստ չեմ այլևս այս դատարան գալու։ Ինչ միջոցով ուզում եք բերելու, բերման ենթարկելու եւ այն պատրաստ չեմ գալու։ Եվ նաև կոչ կանեմ իմ փաստաբաններին, պաշտպաններին ներողություն, ոչ միայն իմ, այլ բոլորին, որ ընդհանրապես մերժեն մեզ պաշտպանելը, որովհետև սա լրջագույն հայտարարություն է եւ հանցանքի մասին լրջագույն հայտարարություն է։ Այլևս սա անդուրժել չի կարելի, պատվարժան դատարան։ Եվ դա գնում է եթերով, ես նաև դիմում եմ հրապարակային զանգվածային լրատվամիջոցներին եմ դիմում, այս հարցը կոնկրետ այդ հայտարարության մասով դիմում եմ զանգվածային լրատվամիջոցներին պարզաբանելու խնդիրը։ Անկեղծորեն ասում եմ, ես 4 ամիսը կալանքի մեջ ենք, բացարձակ տրտունջ չունեմ, փառք Աստծո, ես իմ գիտակցված ճանապարհը անցնում եմ, իմ սխալներով, ճշտերով, մեղքով, ոչ մեղքով, ամեն ինչով անդերձ։ Անտրտունջ կալանքի մեջ ենք, բացեր, հակեր տեսակցությունից բացարձակ հետաքրքիր չի եղել, անկեղծություն չի նեղացրել ինձ ոչ մի ձևով, որովհետև գիտեմ ինչի համար է։ Բայց այլևս անհանդուրժ կներեք վերջացնում, շատ ներողություն։ Ես չեմ ընդհատում։ Այլևս անհանդուրժելի է այդքան լրջագույն ամբիոնը դարձնել ուղակի քարոզչության միջոց, մարդկանց արատավորելու առանց դատական որևէ գործընթացի փաստական ապացույցի ներկայացման, քննչական կոմիտեի ղեկավարի կողմից ես անցել անգամ ասացի, դուք ասացիք վիրավորում եմ, ես չեմ վիրավորել։ Դատախազը իր երթին, ես հիմա իր մասին չեմ խոսելու, բայց այդ հայտարարությունը այլևս անհանդուրժելի է։ Նա պետք է պատասխան տա դրա համար։ Ասել է նման բան։ Ուրեմն պետք է պատասխան։ Մեր երկրում անպատասխանատու հայտարարություն անող մարդ պետք է չլինի։ Սկսած ամենագլխից բավարարը, այսքան մարդու կյանքի մասին է խոսքը, այսքան մարդու կյանքի մասին է խոսքը, իրենց ընտանիքների զրկանքների։ Ուրեմն ինչքան անլուրջ պետք է լինի մարդ, որ այդպիսի, կամ լուրջ, որ այդպիսի հայտարարություն խորհրդարանում։ Եվ ես խնդրում եմ, որ այս հարցը հետապնդվի գալ շաբաթ, 5 շաբթի օրը մեր դատի ժամանակ, այս հարցը պետք է պարզաբանվի։ Շնորհակալություն։ Ամենայն հարգանքով դեպի ձեզ, հարգելի մեղադրյալ, Բագրատ Սրբազան, պարոն Գաստանյան, հարցը հետևյալում է, որ մեղադրանքի կողմը ապաստրի ծավալը կներկայացնի
վերաբերելության առումով էլ նույնպես բնականաբար յուրաքանչյուր ապացույց պետք է ներկայացնի, պաշտպանական կողմը, եթե այդպիսին կունենա միջնորդություն, պաշտպանական կողմն էլ կանի եւ դատարանը լսելով վարքի մասնակիցների կարծիքը, բնականաբար պետք է ապացույցների ծավալ սահմանի։ Եվ երկրորդը ես չգիտեմ ինչի է նման կարծիք ձեզ մոտ ձևավորվել, որևէ ապացույցի բացակայության պայմաններում անձը չի կարող դատապարտվել եւ որևէ կասկած հանգարց ձեզ մոտ չառաջանա, որ ապացույցի բացակայության պայմաններում դատարանը իրեն իրավունք կբերապահի որևէ անձի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելու։ Սա ես ասում եմ պաշտոնապես ի գիտություն ձեզ։ Եվ մեկ հարց էլ, ինչ վերաբերում է ձեր կողմից հնչած արտահայտություններին, դատարան բերելու նման լիազորություն ես չունեմ, որպեսզի հրավիրեմ, կողմերը պետք է բնականաբար ծավալը ներկայացնեք եւ հետո բնականաբար ապացույցների ծավալը լրացնելուց հետո յուրաքանչյուրը իրավունք ունեք ապացույցների ծավալի լրացում կատարել։ Սա ուղղակի քրեական դատավարության օրենսգրքի պահանջն է։ Ես Պատվարժան դատարան, ես կներեք, մեր արձագանքը շատ կարճ, մեկ նախադասություն, բարձրական արձագանքի եւ ավարտեմ։ Նայեք, ես չէի ասի սրա մասին, չէի խոսի սրա մասին, հասկանալով հանդերձ դատական գործընթացների բնականon ընթացքը։ Ես մարդ չեմ, որ մտնեի արանք ինչ-որ բան անելու, բայց դա տեղի ունեցել քարոզչական դաշտում, հանրային հեռուստատեսությամբ, տարբեր հեռուստաալիքներով, մարդ ուղղակի հայտարարել է այս գործի մասին։ Ընդ որում, կոնկրետ ասելով, թե ինչ, իր ձեռքով գրված, այսինքն իմ ձեռքով գրված, ահաբեկչության պլանավորում։ Հարգելի մեղադրյալ, մի ընդունեք, որ ես ձեզ ընդհատում եմ, Ես դատարանի ծավալը կներկայացնեք, ծավալ, բայց այս հարցը ես չեմ թողնելու այսպես հանգիստ անցնի։ Ինքը պետք է պատասխան տա ասածների համար։